Ողջույն հարգելի հայրենակիցներ, խոսքս հատկապես վարորդներին եմ ուղղում եւ ուզում եմ լավ լուրով կիսվել ձեզ հետ, հարգելի վարորդներ, Մայր Հայաստանը վերաքննիչ դատարանում կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների հայցով հերթական անգամ հաղթել է քաղաքացիական պայմանագրին, ավելի ճիշտ այն ձևական մեծամասնությանը կեղծ մեծամասնությանը, որը ձևավորվել է Երևանի ավագանում, դա քաղաքացիական պայմանագիրը եւ հանրապետությունն են։ Մի փոքր նախապատմություն նրանք, ովքեր որ տեղյակ չեն, ասեմ, որ 24 թվականից սկսած ավագանու այդ ձևական մեծամասնությունը ընդունել է որոշում, համաձայն որի Երևանի կենտրոնում կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գները տարեկան վարձը ավելի քան 13 անգամ թանկացել է, 12,000-ից դառնալով 160,000 դրամ, եւ մենք 24 թվականի այդ որոշումը բողոքարկել ենք եւ դիմել ենք դատարան, եւ ասեմ, որ դատարանում մեր շահերը եւ նաեւ երևանցիների շահերը ներկայացնում է փաստաբան Վայա Գրիգորյանը, ով Նովալեքսի ավագ գործընկերն է, եւ մենք շատ գոհ ենք մեր համագործակցությունից եւ համատեղ ուժերով կարողանում ենք հաղթել այն ոչ իրավաչափ որոշմանը, որը ավելի ճիշտ հաղթել իշխանությանը, որը ոչ իրավաչափ որոշում է կայացրել կարմիր կետագծերի հարցով։ Ուրեմն դատարանը հերթական անգամ վերաքննիչում ոչ իրավաչափ է կայացրել, սահմանել այդ որոշումը եւ փաստացի ստացվում է, որ երևանցիներին այս 2 տարի շարունակ ոչ իրավաչափորեն թալանի մատերիալ են դարձնում քաղաքացիական պայմանագիրն ու նրան կցվածները։ Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունը պինգ-պոնգային դիվանագիտություն է վարում այստեղ, այսինքն մենք առաջին ատյանում հաղթել ենք, հետո վերաքննիչում հաղթել ենք, խոսքը օրինակ 24-ին էլ է վերաբերում եւ 25-ի որոշմանն էլ է վերաբերում, հետո վճռաբեկում ենք հաղթել, հետո նրանք ասում են, որ մենք ինչ-որ սխալ փաստաթուղթ ենք ներկայացրել, ուզում ենք վերանայել այդ որոշումը եւ ըստ այդմ դիմել են դատարան, որպեսզի բողոքարկեն եւ ստացվում է, որ որոշումը, որը ի օգուտ քաղաքացիների է եւ Մայր Հայաստանի հայցը, որը իր օգուտ քաղաքացիներ է, չի մտնում ուժի մեջ այն պատճառով, որ քաղաքացիական պայմանագիրը եւ կոնկրետ Երևանի իշխանությունը այսպես պինգ-պոնգային քաղաքականությամբ անընդհատ ինչ-որ նոր վճռաբեկ բողոք է բերում, նոր հայց է ներկայացնում, բողոքարկում է եւ այլն, մի խոսքով ամեն ինչ անում են, որպեսզի այդ որոշումը ուժի մեջ չմտնի։ Հիմա կոնկրետ 25 թվականի մասով շատ հետաքրքիր է, որ ավելի շուտ է որոշումը կայացվել վերաքննիչի, քան 24 թվականի մասով եւ 25 թվականի մասով հիմա կրկին վերաքննիչը ուժի մեջ է թողել այն որոշումը, համաձայն որի կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումը հիմնավոր չէ եւ իրավաչափ չէ։ Հիմա այստեղից ինչ հետևություն եւ ինչ հնարավորություն կա։ Իհարկե մենք հետևողական ենք լինելու եւ եթե ենթադրյալ բողոքը ներկայացվի վճռաբեկ, մենք այնտեղ ենք պաշտպանելու քաղաքացիների շահերը, իսկ վերջնական առումով, եթե արդեն ամբողջական ուժի մեջ կարողացանք մտցնել այդ որոշումը, քաղաքացիները արդեն ելնելով այդ որոշումից կարող են անհատական հայցեր ներկայացնել դատարան եւ պահանջել իրենց գումարները, որոնք մեծ չափով վճարվել են։ Սա սպասվում է դեռ վերջնական ուժի մեջ մտնելուց հետո, իսկ հիմա կոնկրետ քաղաքական մասով ասեմ, որ կա հնարավորություն 26 թվականի համար դա թույլ չտալ, սա արդեն ավագանու առաջիկա նիստի մարտավարության մեջ է մտնելու եւ Մայր Հայաստանը փորձելու է կոնսոլիդացնել բոլոր նրանց, ովքեր որ իրենց ներկայացնում են որպես ընդդիմություն։ Հիմա հնարավորություն կա, օրինակ բոյկոտելով, չքվեարկելով տապալել կարմիր կետագծերը թանկացնելու, այդ ավտոկայանատեղիների գները թանկացնելու որոշումը։ Այս առումով առաջիկա նիստը Երևանի ավագանու շատ հետաքրքիր է լինելու եւ
մենք կարծում ենք, որ կա հնարավորություն քաղաքացիների շահերը պաշտպանելու։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլոր վարորդներին, Մայր Հայաստանը իր ամբողջ թիմով ներգրաված է այս գործընթացի մեջ եւ դատարանում Մայր Հայաստանի ներկայացնում է Սամվել Հակոբյանը, որպես փաստաբան կրկնեմ ներկայացնում է Վահե Գրիգորյանը։ Իսկ մեր ամբողջ թիմը ներգրաված է գործընթացի մեջ, որովհետեւ մենք կարողանանք ի վերջո կյանքի կոչել այդ թանկացման դեմ մեր քաղաքականությունը։ Հիմա տեսնենք, թե հետագա գործընթացները ինչպիսին կլինի, իսկ դուք հարգելի վարորդներ հետևեք լրահոսին եւ մենք ժամանակի ընթացքում ձեզ կտեղեկացնենք, թե ինչ զարգացումներ կան այս հարցով։ Առայժմ այսքանը, շնորհակալություն։